կարծում էի այսօր երազիս կգա, բայց չեկավ։ Այս տարի չպարզվեց 44-օրյա պատերազմում անհետ կորած տղաներից որևէ մեկի ճակատագիրը։ Եռաբլուրում ուրիշի որդիների շիրիմներին ծաղիկներ դնող ծնողները դեռ երանի են տալիս նրանց, ում որդիները անգերեզման չեն մնացել։ Մինչև այսօր ոչ մի լուր չենք լսում, 28 տարեկան իմ։ Այս տարի ոչ մի գերի հայրենիք չվերադարձավ, թեև Փաշինյանն ու կաբինետը հանրապետությունում բարձրախոս չթողեցին, որի առաջ չհայտարարեն, ամենօրյա ռեժիմով քրտնմխած աշխատում են գերիներին բերելու ուղղությամբ։ Հենց այդ աշխատանքով պայմանավորեցին անգամ գերիների հարցը հայ-ադրբեջանական նախաստորագրված թղթեր չմտցնելու որոշումը, իբրև թե իրենք գերիներին հետ են բերելու մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Բաքվի դատարանում ավարտվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, 20 տարի կամ ցմահ ազատազրկում պահանջեցին դատախազները, տարեսկզբին կհրապարակվեն վճիռները։ 1.5 տարվա ընթացքում 12 անգամ խմբագրելուց հետո այս տարեսկզբին համաձայնեցվեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը տետատետ բանակցությունների գրեթե հնգամսյա բացակայության պայմաններում։ Տեքստը պատրաստ է ստորագրման, բայց անգամ այդ իրավիճակում Ալիևը հասկացրեց, որ գրիչը ձեռքին չի սպասում ստորագրման։ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է 0-ին։ Բաքուն սկսեց կեղծ տեղեկություններ տարածել, թե հայկական զինուժը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Փաստեր խնդրեց պաշտոնական Երևանը ու չստացավ։ Տեղեկատվական հող ստեղծելուց հետո ադրբեջանցիներն իրենք կրակեցին Սոտքի դիրքերի ուղղությամբ։ Մեր պաշտպանության նախարարը ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ լուրերը։ Ինձ համար չեմ վախում։ Ես այսօր կամ եկուս չկամ։ Իմ երեխաների համար եմ վախում։ Այս փամփուշտը խոզնավարի տներից մեկի տանիքին գտան գյուղացիները։ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե անկանոն կրակոցներ են եղել, ոչ թիրախային կրակ, որ անհանգստանալու պատճառ չէ։ Իմանամ թե անձրվագյամ, չակ, բանը գեշտի վրա, թեթերի վրա։ Թշնամու կրակոցներով սկսված տարին Փաշինյանը փորձեց փակել խաղաղության սոուսով։ Ստամբուլում Էրդողան Փաշինյան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, ավելի ճկուն է դարձել Փաշինյանը Զանգեզուրի միջանցքի հարցում։ Մեկ ամիս հետո Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև խառը ձեռքսեղմումներով հանդիպումից հետո փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի շուրթերով դաշտ նետվեց արտապատվիրակում տերմինը։ Մեղրին հայտնվեց աշխարհաքաղաքական լիստեյեմում։ Ավելի վաղ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանն էր հայտարարել, թե առաջարկ կա կռվախնձոր դարձած միջանցքը 100 տարով վարձակալության տալ ամերիկյան մի ընկերության։ Փաշինյանը հորդորեց ալերգիկ ռեակցիաներ չունենալ միջանցք բառից։ կարող են հնչել անծանոթ բառեր, արտապատվիրակում, լիզինգ։ Օգոստոսին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի քավորությամբ նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը, ազդարարելով Թրամփի անունով նախագծի մեկնարկը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծով Ադրբեջանը ցամաքային կապ է ստանում Նախիջևանի հետ Սյունիքով։ Խաղաղություն է, խաղաղությունը, ինչ է խաղաղություն։ Վաշինգտոնից այս նոր կերակրատեսակով վերադարձավ Փաշինյանը ու տակ-տակ մատուցեց ժողովրդին։ Խաղաղություն է, Սուտ է, խաղաղությունը, սուտ է։ Մեծ միֆ անվանեցին Փաշինյանին դիմախոսները խաղաղության թեզը։ Իսկ օգոստոսի 8-ին Փաշինյանի ու Ալիևի ձեռքերի իրար սեղմած մարդը մեծ դժվարությամբ սովորեց, թե հատկապես որ երկրների համար է դարձել խաղաղության աղավնի։ Azerbaijan and Albania as an example. Ամերիկյան հանդիպումից հետո առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը մոտ մեկ ամիս հետո Չինաստանում տեսան իրար։ Occupation, military occupation. Բայց ոչ ստորագրումը, ոչ էլ հետագայի այդ հանդիպումը չփափկացրին Ալիևի սիրտը։ Իրենց սերը Ալիևի հետ երազ էր։ Ձեզ համար բերել եմ արդեն իսկ հայտնի է։ Խաղաղություն գրությամբ թուղթը Վաշինգտոնից հայերին բերած Փաշինյանը սկսեց բոլոր հարթակներից հարցնել ու այդպես էլ չհասկացավ, ինչու է Ալիևը Զանգեզուրի միջանցքասում Թրամփի ուղու փոխարեն։ Through the Zangezur corridor. Խստորեն դատապարտեց այդ բառակապակցությունը օգտագործող ԵԽԽՎ պատվիրակին։ Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը, բայց նույն կոշտությամբ Ալիևի մասին այդպես էլ չխոսեց։
Նրա խոսնակը համենայն դեպս պնդեց, թե Կոպենհագենում Փաշինյանը գլխավորի մասին Ալիևին հարցրել է, ստացել հստակ պատասխան. Զանգեզուրի միջանցքի եզրը Հայաստանի տարածքի հետ առնչություն չունի։ Ճիշտ է, Ադրբեջան պաշտոնաթերթը հանդիպումից հետո գրեց, որ անտեղի են Փաշինյանի արդարացումները։ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանով անցնելիք ճանապարհն է, այլև ճանապարհը Սյունիքով, Թրամփի ուղին, թրիփը։ Զիջել, ինչ ենք զիջել։ Այս տարի էլ Փաշինյանը չհասկացավ, թե ինչ է զիջել թշնամուն։ 9 ամիս արցախցիներին շրջափակման մեջ մենակ թողած, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանության կարկառունը արցախցիներին մեղադրեց չկռվելու համար։ Այդպես էլ որևէ ԿՊԱ-ական չբացատրեց 3 միլիոն վարչապետներին, ինչու է որոշվել սահմանազատումը վերսկսել Տավուշից, ոչ թե օրինակ Ջերմուկից, որտեղ օկուպացված տարածքներ ունի Հայաստանը։ Ասում եք սահմանազատման արդյունքում թուրքերը Ջերմուկից կգնան։ Ջերմուկը հարավին ավելի մոտ է, քան հյուսիսից։ Երևանը Հայաստանի քարտեզն է բերեմ ցույց տա։ Հարավից սկսեք թուրքերին ճամփադրեիք տուն։ Թրամփի ուղին Հայաստանի համար շահեկան դարձնելու առաջարկ արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի մեծ պրոյեկտ, ավելի հետաքրքիր։ Երազք Ջուլֆա երկաթուղին պետք է սկսի աշխատել, Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ, քարտեզով բացատրեց երկրորդ նախագահը։ Այս մարդկանց խելք չի երեք, կամ խելք չի երեք, կամ պուլտը ուրիշ տեղ է։ Ավելի ուշ Քոչարյանը էլի մի առաջարկ արեց երաշխիքային մեխանիզմների մի նոր փաստաթղթով լրացնել օգոստոսի 8-ի թուղթը, այնպես որ երաշխավորները լինեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Չինաստանը։ Վերահսկելու մեխանիզմներ։ Փաշինյանը շարունակեց միայն կռվել նախկին նախագահների դեմ, նրանց ստվերների, անունների, նրանց մասին մտքերի դեմ։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն։ Մի քանի անգամ բանավեճի կանչեց նախկին նախագահներին, երեքն էլ ըստ էության նույն բանն ասացին, բանավիճելու բան չունեն, լավ կանի, օղին դեղերի հետ չխառնի ու հրապարակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը, հատկապես Քիվեստյան փաստաթուղթը ու Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի առաջարկները։ Մեղրին ուր է հիմա։ Մեղրին Հայաստանում է, չէ՞ իսկ Արցախը ուր է։ Այսինքն այս էլ տալու հետ կապված, որ տալիս ես, թուրքերը լավ էլ վերցնում են, լավ տվող է պետք։ Բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ 3 տասնամյակից ավելի Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված Մինսկի խմբի վերջնական լուծարումից հետո Փաշինյանի կաբինետը հրապարակեց փաստաթղթերը։ Այդ թվում Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսի այն առաջարկը, որը խորհրդարանական ընդդիմության համոզմամբ հաստատեց Արցախը կարող էր ունենալ հայկական ապագա, եթե Փաշինյանը չտապալեր բանակցությունները։ Քաղաքական ֆիասկո, դարակազմիկ ֆեյլ անվանեցին ընդդիմադիրները այդ թղթի հրապարակումը։ Իսկ Փաշինյանը փորձեց շրջել իրավիճակն իր օգտին, հայտարարեց, թե դա ոչ թե համանախագահների առաջարկն է, այլ մի սովորական բանակցային սեղմագիր։ Այստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում։ Այդպես էլ չհրապարակվեց Քիվեստյան փաստաթուղթը, փոխարենը Ո՞րն է։ Փաստաթղթի անվան տակ լույս ընկան հայկական ժամանակի սկանդալային վերնագրերով հոդվածներ։ Լեռը մուկ ծնեց, մուկն էլ սատկած էր։ Այս տարի Բաքվի հիմնական պահանջներից միայն մի քանիսը մնացին սեղանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Արցախյան հարցի փակմանը, Զանգեզուրի միջանցքին հասած Ալիևը հիմա ուզում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, հանի հղումը անկախության հռչակագրին, որ ամրագրում է Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը։ IS Փաշինյանն էլ լրիվ պատահաբար քաղաքական որոշում ունի հանել այդ հղումը։ Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ։ Միայն թե երրորդ հանրապետության սահմանադրությունը այդպիսի փոփոխության ենթարկվել չի կարող։ Պետության հիմնադիր հայրերը ամրագրել են հիմնական դրույթները, որոնք փոփոխման ենթակա չեն։ Դրանցից մեկը հղումն է անկախության հռչակագրին։ Ես չեմ բացառում, որ իրենք կգնան երրորդ հանրապետության լուծարման։ Հենց այդ ճանապարհն էլ ընտրել է Փաշինյանը։ Երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Արյան մեջ թաթախել է երրորդը, հիմա իրեն թվում է, թե չորրորդը հռչակելով ես մի հատ լավ դուշ ընդունում եմ, այսպես բանով մաքրվում է եւ այսպես պուպուշ մտնում է չորրորդ հանրապետություն։ Մինչև երրորդ հանրապետության լուծարում էլի մի քանի կարևոր գործ ունի Փաշինյանը։ Արարատի դիսկուրսի ներքո չեն կարող ժամանակակից զենքեր գնել։
Փոխել Հայաստանի զինանշանը, հանել վրայից Արարատի պատկերը, ինչպես Թուրքիան է պահանջում։ Հայաստան մուտքի կնիքի վրայից արդեն հանվել է բիբլիական լեռան խորհրդանիշը, որ հղում է անում մերձակման մասին առաջին պատմություններին։ Առհասարակ պատմությունը Ալիև Էրդողան զույգի քիմքով խմբագրելու ծանր գործի մեջ է Փաշինյանը։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Թուրք լրագրողներին այս տարի ուղիղ է ասել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Այդ պատճառով է այս վիճակում ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Արդեն սկսվել էր շինարարությունը Ծիծեռնակաբերդում, երբ Մարգարայի անցակետով Երևան եկավ հայ-թուրքական հաշտեցման պատվիրակ ՔԼՉ, Ռուբինյանը նրան անձամբ դիմավորեց։ Ավելի քան 3 տարի է հայկական կողմը պնդում է, պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ, բայց իրագործել չի ստացվում, անգամ դիվանագիտական անձնագրերով եւ երրորդ երկրների քաղաքացիների առաջ սահմանադուռը բացելու պայմանավորվածությունը։ Տարեսկզբին խորացան Երևան-Մոսկվա տարաձայնությունները։ Կրեմլը խորտակված Տիտանիկի տոմս անվանեց Հայաստանի Եվրամիության անդամակցության մեկնարկի օրինագիծը, որը մեր երկրում արժանացավ նախ կառավարության, ապա խորհրդարանի հավանությանը։ Եվրամիությունը մեզ հրավերել է, որ չի անկոչ ուրես ինչ ես։ Տարեվերջին արդեն Եվրամիությունը հայտնեց Հայաստանին 15 միլիոն եվրո տալու մտադրության մասին Ռուսաստանի տեղեկատվական գրողները դիմագրավելու համար։ Փաշինյանի դիմախոսների համոզմամբ այդ փողը անձամբ նրա աթոռը պահելու համար է։ Կանաչ լույս, որ թուրը կարող է աչուծախ կտրել, գետնին փռել նրանց, ովքեր կհանդգնեն կանգնել վերընտրության ճանապարհին։ Այս տարի ղազախական ցորեն եկավ Ադրբեջանով ու ադրբեջանական բենզին։ Ու քանի որ պետք է կեցցե հարևանությունը, Փաշինյանը արցախցիներին հորդորեց տնավորվել Հայաստանում, չխոսելով նրանց սոցիալական անհամար խնդիրների մասին։ Նույն հարթության վրա դրեց արցախցիների վերադարձի ու ադրբեջանցիների իբրև արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարները, ցանկանալով իբրև մի հարվածով մոռանալ երկուսն էլ։ Բայց գաղտնիք էլ չկա։ Բայց Բաքուն չհրաժարվեց Սևանի փոխարեն Գյոյչը ասելուց։ Շարունակեց արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամության վկայականներ բաժանել 300,000 ադրբեջանցիներին, պատրաստելով նրանց վերադարձի։ Այդ տղադ ով է սորի վիզը։ Մի քանի անգամ ռինգ դարձավ խորհրդարանական երկրի ազգային ժողովը։ Լարված նյարդերով, քաղաքական շիկացած գրքերով Հայաստանը մտնում է նոր ընտրական տարի։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։